Ֆրանսիական իշխանությունները ձերբակալել են երկու անձի, ովքեր ըստ նախնական տվյալների առնչություն ունեն Լուվրում կատարված թագավորական զարդերի գողության հետ։ Ձերբակալությունները կատարվել են հոկտեմբերի 25-ին։ Ենթադրյալ հանցագործներից մեկը բռնվել է Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանում երկիրը լքելու փորձի ժամանակ։ Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների տվյալներով տղամարդկանցից մեկը պատրաստվում էր մեկնել Ալժիր, իսկ երկրորդին ձերբակալել են դրանից կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում։ Երկու կասկածյալներն էլ գտնվում են կալանքի տակ։ Քննության տվյալներով հոկտեմբերի 19-ին գողերը թանգարան են ներթափանցել ցերեկը, օգտագործելով հափշտակված բեռնատարի վրա տեղադրված դուրս քաշվող սանդուղք։ Նրանք կոտրել են առաջին հարկի պատկերասրահի պատուհանը, օգտագործելով կտրող գործիքներ։ Երբ հանցագործները լքել են դեպքի վայրը, սանդուղքով իջնելիս և սկուտերների ուղղությամբ փախչելիս գցել են ադամանդներով զարդարված թագը, սակայն հասցրել են հափշտակել ևս 8 ցուցանմուշ։ Դրանց թվում է եղել ադամանդե մանյակը, որը Նապոլեոն Բոնապարտը նվիրել էր իր կնոջը կայսրուհի Մարիա Լուիզային։ Հանցագործներին հայտնաբերելու համար ներգրավել են հարյուրավոր ոստիկաններ։ Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են նաև տասնյակ ԴՆԹ-ի հետքեր և մատնահետքեր։